Վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ, բարի լույս, եթե հենց նոր եք արթնացել, մենք Բարև Երկիրն ենք եւ կրկին շարունակում ենք մնալ երաժշտական թեմայի մեջ եւ ուզում ենք ձեզ տեղեկացնել, որ Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ Յարխուշտան այսուհետ կհնչի որպես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն։ Ստեղծագործությունը ներկայացվում է անվանի երաժշտական պրոդյուսեր Սերուժ Բաղդասարյանի նոր արարական մշակմամբ, միավորելով ազգային ավանդույթն ու ժամանակակից հնչողությունը։ Սա պարզապես տեղեկատվություն չէր, մենք այս եւ այլ թեմաների շուրջ զրուցելու ենք հենց այս պահին, հենց Սերուժ Բաղդասարյանի հետ։ Բարի լույս, Սերուժ։ Բարի գալուս մեր տաղավար։ Շատ շնորհակալ եմ։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ եմ, հուսով դուք լավ եք։ Օրը ինչպես է սկսվել։ Նորը սկսեց օրը։ Շատ լավ, բայց Ուն զրույցին անցնելը նաև հիշեցնենք մեր հեռուստադիտողին, որ մարտի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մազահամերգային համալիրում սիմֆոնիկ ֆոլք նախագծի շրջանակում տեղի ունեցավ Սերուժ Բաղդասարյանի եւ Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ համերգ, որի ժամանակ հայկական ժողովրդական երգերը հնչեցին սիմֆոնիկ նվագախմբի, երգչախմբի եւ ազգային նվագարանների կատարմամբ էլեկտրոնային ու կինեմատոգրաֆիական ձայնային հնչյուններով։ Ամեն ինչ ասեցինք, կարծես թե Սերուժ, բայց չէ, վստահ եղեք, լիքը դեռ խոսելու թեմաներ մնացին, բայց մինչ կանդրադառնանք հայաստանյան երաժշտական, հատկապես վերջին շրջանի համերգային եւ ստեղծագործական գործունեությանը, կուզեմ գանք ավելի հետ, գնանք ձեր արմատներ, հասկանանք դուք որտեղից եք ծագումով եւ ինչպես ձեր ճանապարհը բերեց հացրեց հայրենիք վերջապես։ Այո, անպայման։ Ես ծնած եմ Բեյրութ եւ գրեթե ամբողջ կյանքս հոն մեծած եմ եւ փախտ ունեցած եմ, որ հայկական մթնոլորտի շրջանակներում մեջ մեծած եմ։ Բեյրութը շատ լիբանան հարուստ է այդ հայկական քաղաքով, ակումբով, եկեղեցիով, դպրոցներով, ամեն ինչով։ Ուրեմն այդ երկար տարիներում, որ ես այդտեղ գտնված եմ եւ շատ իբր սպիրկահայ ներշնչված եմ մեր հայկական արմատներով անշուշտ կամաց ինձ մղած է որ գտնեմ այդ իմ սիրած երաժշտական ջամփաս իմ ընտանիքս ալ երաժիշտներ են եւ այս ամենը մեկտեղ հավաքելով իմ վրաս աստած է եւ ժամանակի ընթացքին հայկական մշակույթը ավելի սիրելով երաժշտությունները ուզեցի խառնել ցևոմը էլեկտրոնային ցայներով։ Ուրեմն 15-20 տարի առաջ մոտավորապես սկսա այդ կորձերով վրա աշխատել եւ բավական հաջողություն կդավ այդ հանգրվանին, այսինքն իսկ հետո կամաց ուզեցի ավելի մշակել իմ ստեղծագործություններս եւ կամաց հասկանալով որ ես ավելի գսիրեմ ֆիլմի երաժշտություններ Hans Zimmer-ի նման աստվելով իրենց կորձերեն ուզեցի լրիվ նոր բան մեջտեղ բերել որն է ֆիլմի երաժշտական սաունդթրեքի նման երաժշտությունները խառնել հայկական ասկակրական կամ որևէ մեկ հայկական բար եղանակ եւ այլն եւ քիչմը էլեկտրոնիկ ունենալով իմ անցյալի այդ experiences ստեղծել այս նոր ցայնը ասենք եւ կամաց նորեն ժամանակի ընթացքին այս symphonic folk project-ի վրա աշխատեցա բավական երկար ժամանակ տևեց հիմա գնանք այդ մասին ալ խոսել բայց ընդհանուր կարճ Այո, ինչպես եկա։ Սերուժ 6-7 տարի առաջ կարծեմ դուք տեղափոխվել եք Հայաստան ապրելու։ Ինչպես այդ որոշումը կայացրեցիք, որ այլևս Հայաստանում եք ուզում ապրել, եւ երբ որ սկսեցիք ձեր ասած ձևով նոր ձայնը ստանալ, հա, առաջինը կռունկներ Կոմիտասի, արդյոք եղան մարդիկ, որ այնքան էլ չողջունեցին, որտեղ դասական գործերին երբ մարդիկ կպնում են, այո, հատկապես Կոմիտաս եւ այլն կարծես միանգամից մարդիկ առաջինը նեգատիվ են տալիս, հետո նոր լսում, ասում չէ, բայց գեղեցիկ է։ Նախ վերադարձի մասին Հայաստան, հետո ինչպես ընդունեցին հենց առաջին գործից սկսած։ Վերադարձս ուրեմն կրնալ մոտ տարիները արդեն ամեն ամառ կայցել էի Հայաստան, տարբեր ծրագիրներով կամ
բարձրապես բդույթի եւ միշտ ունեի այդ փապակը, որ ինչու՞ չէ օրը կրնամ այստեղ տեղափոխվել։ Թյուրին քայլ չէինք լման երկիր փոխելը, բայց որովհետեւ վերջ-վերջո իմ հայրենիքս է, շատ ավելի այդ մեկը կոքն է, ճամփաներ ավելի գթյուրին գհեշտանա։ Վերջին որոշումը եղավ 2020-ին, երբ որ Բեյրութ այդ հսկա բայթումը եղավ, արդեն Լիբանանի մեջ շատ խնդիրներ կար, էկոնոմիկ կամ շատ ահավոր վիճակ մներ Լիբանան, այդ առիթը ստեղծեցինք արդեն, որ տեղափոխվենք Հայաստան եւ հիմա այնպես չէ որ միշտ այստեղ եմ, բայց քրեթե քիչ մը այստեղ, քիչ մը Բեյրութ այդ գաբը միշտ կա, այսինքն իսկ քալով երկրորդ հարցումը Այն մասին, թե ինչպես ընդունեցին փոփոխությունները, արդեն դասական գործերի, հատկապես Կոմիտասի կռունկով սկսեցիք։ Իրականության մեջ շատ նեգատիվ չէր ժողովրդի ընդունելությունը, որովհետև հաշվի առնենք, որ այդ ժամանակ, որ այդ ստեղծագործությունը գրունգը, որ ստեղծեցի, Լիբանան կփնագե եւ ավելի ասենք արաբներուն զարմացուցի, որտեղ իրենք ընդհանրապես չեն գիտեր ինչ է դուդուգը, չէին լսած կյանքերն մեջ եւ այդ էլեկտրոնիկը եւ դուդուգը երբ որ միասին խառնեցի, լրիվ ասենք իրենց համար շատ հետաքրքիր եւ շատ նորություն մներ եւ գիշեմ որ կոնե 2-3 տարի գհրավիրեին ինձ DJ-ը այնադեն եւ կլաբներով կամ մեծ միջոցառումներով որովհետեւ իբր DJ ներգայանամ եւ ես անպայման իմ հայկական երաժշտություններս ալ էլեկտրոնիկ ցևով գնովակեի իբր DJ եւ շատ տարօրինակորեն լավ ընդունելություն կար նորեն գշեշտեմ որ արաբներու կողմի որովհետեւ իմ նպատակս միան հայերու դարազելը չէ այլ օդարներու հայերն ալ շատ լավ ընդունեցին Լիբանանի հիմա Հայաստանի մեջ անգամ տարածված չէր այդ կորզը բայց հետո կամաց նաև սկսա նամակներ ստանալ ցանցերու միջոցով եւ քրեթե թրագան էին այսինքն շատ ժխտական մոդեցում չի գար Սերուժ, որքան էլ Բեյրութում, ինչպես ասացիք, ազգային հայկական մշակույթը տարածված է եւ դուք ապրել եք այդ մշակույթի մեջ, որքան հնարավոր է պատառիկները քաղելով, բայց Հայաստան վերադառնալով բնականաբար այլ իրականություն է։ Հետաքրքիր է ինչ նոր բացահայտումներ արեցիք ձեզ համար, հենց միայն մեր հայկական երաժշտական ժառանգությունը ինչպես ներկայացավ ձեզ։ Շատ կարևոր էր իմ համար քալ այստեղ այդ տարիներուն տասկին ծանոթանալ դարբեր երաժիշտներու, դարբեր միջոցառումներու եղա, ներկա եղա եւ միշտ ավելի սերդեցի բարերը, բարեղանակները, ինչպես օրինակ այդ ամեն ամսվա Կինոսյանի բարի հավաքույթները, շատ դեղեր գտնվեցա եւ ծանոթացա մարդոց, որովհետեւ ավելի հասկանամ մշակույթը այստեղ ինչպես է գործունեությունը Իսկ սպասելիքներն ինչպես էին հեռացած ենք շատ Հայաստանում հայկական ազգային մշակույթից եւ երաժշտությունից Ինչը ինչպես էր ներողություն Հեռու ենք այս պահին շատ հեռացած ենք մեր ազգային ակունքներից մեր երաժշտական այստեղ Հայաստանի մեջ չէ ընդհանրակը ես լրիվ հագարակը այսինքն բավական մեծ կամ շատ բաներ կա որ ես չէի գիտեր եւ նոր սորվեցա մանավանդ երբ որ բարերու այդ ժողովրդական կամ ազգագրական բարերու ելույթներու ներկա եղա դեսա որ ես շատ բան չեմ գիտեր տակավին ընդհանրապես եւ այդ բաները ինձ շատ օգնեցին որ օրինակ հասկանամ որ քոչարի դեսակները կա շատ բաներ որ ինձ օգնեց ես իմ մոդեցումովս նոր երաժշտություններ ստեղծեմ Սերուժ, իսկ ասեք հատկապես հայկականի մեջ ինչն է ձեզ տպավորում, թե երաժշտության տեսակների, թե պարաձևերի մեջ, որ հենց սկզբից է լսելով հասկացաք, որ դա կդառնա էլեկտրոնային ու դա սիրուն կդառնա։
ամենակարևորը իմ համար ինչպես որսի իբր հայ ես բարդականություն ունիմ որ մեր երաժշտությունը մեր բարեղանակները տարածենք գրծածնիշապ նախ սկսենք մենք մեզ մոտ որտեղ նախ մենք պակասը ունենք այդ երաժշտությունները լսելու եւ թե սպիրկ թե նույնիսկ Հայաստանի մեջ այսինքն գա ժողովրդի մեծ տոկոսը քանակը գա որ ասենք ավելի pop կամ ավելի ռաբիզ կամ ուրիշ տեսակ երաժշտություններ կլսեն որ թող լսեն խնդիր չի գա բայց նաև թող լսեն մերը սելով գնամասկակրականը կամ բարի եղանակները կամ մշակույթային ավելի այդ եղանակները երկերը ուզեցի իմ միջոցովս այդ բանը դալ ես ժողովրդին եւ ինձ ներշնչողը ամենաշատ հայկականությունն է նախ եւ առաջ հետո բագասն է որ չի գա այդ բանը ճիշտ այդ ոճը տասական ֆոլք եւ էլեկտրոնային այդ խառնուրդի ոճը որ ընդհանրապես կարծեմ գոյություն չուներ այդ ստեղծելը իմ համար այսինքն բոլոր այդ հայկական իմ արմատներս իմ լիբանանեն աստեղ տեղափոխվիրս աս բոլորը մեկ կարծեմ ինձ շատ այդ ինսպիրեյշնը գուտա Եվ գուցե այդ ձևափոխված երաժշտությունն էլ ինչու ոչ դրթի, որպեսզի ունկնդիրը հետո նաև բնօրինակը լսի, որովհետև միշտ դասական ավելի դժվար ընկալելի է, չէ, դժվար մատչելի է, բայց երբ այսպես միքսած տարբերակով լսում են, հետո գուցե ավելի հեշտ լինի արդեն բնօրինակը լսել։ Շատ ճիշտ, այո, երբ որ նոր շունչ մգուտանք երաժշտության, նոր պատկերացումը, նոր լրիվ նորությունն է, պաստորեն ժողովուրդը շատ սիրեց, լավ ընկալեց եւ կարծեմ գարիկը գա շարունակելու եւ նոր ստեղծագործություններ միշտ ստեղծելու։ Սերուժ շարունակելուց խոսեցիք, կասեք ինչ առաջիկա ծրագրեր, նախագծեր կան, որոնց մասին այս պահին կարող ենք խոսել։ Այս վերջին համերգը կարծեմ բավական մեծ աստեցություն ցկեց թե իմ թե շատերի վրա հարյուրներով եթե ոչ հազարով նամակները ստացել էի որ երբ է հաջորդը կամ ինչու դեղյակ չէին կամ հազարում եք լավ թրական նամակներ ստացած եմ այո ինքը խնդիրը որ շատ հեշտ չէ այսպիսի մեծ մասշտաբով ծրագիրը միշտ անելը փեմի վրա մոտ 130 հոգի գարկ մի երկերու մեջ այդքան մեծ քանակով թիվ գար եւ այս բոլորը մեկտեղ բերելով դժվար չէ հաջախ անելը բայց բիդի փորձեմ արդեն ցերնարգել հաջորդը չեմ գիտե եթե կստացվի ամառը բայց չանկս պիտի ինեմ շարունակեմ կոնե 1-2 հատ նույն ցևով բայց միշտ պիտի բարելավենք այսինքն հիմա որ 2 հատ երինք արդեն Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախումբի հետ սիմֆոնիկ ֆոլկը պիտի ավելի ես իր ավելի ասենք փորձեմ հաջորդը ավելի մեծ ավելի լավ անել պայման չէ մեծ քանակի իմաստով նոր երկացանկով նաև մի քանի նոր երկերով եւ տեսնելով որ ինչ էր մեր ավելի թույլ գեդերը այդ ուղել եւ հաջորդը դարձնել ավելի ուժեղ Եվ աբակային ինչու՞ չէ ավելի քանակով մեծ ցերնարգ կազմակերպել։ Սերուժ, մնում է մաղթել, որ ձեր ցանկությունները կատարվեն, առաջիկայում ունենաք մեծ համերգ, մեծ թե մասշտաբներով, թե բովանդակությամբ, եւ եթե ավելացնելու բան չունեք, շնորհակալ ենք, որ այսօր մեր հյուրն էիք։ Եվ մի հարց հարգելի Սերուժ, մեր ռեժիսորը հուշեց, որ հարց է ծագել իր մոտ, հետաքրքրվում է, թե Սերուժը իր միքսած ստեղծագործություններից հատկապես որն է սիրում։ Դե այստեղ կարելի է նաև հասկանալ, թե հայկական որ երաժշտությունն եք սիրում եւ առավել ձեզ համար հետաքրքիր է ստացվել հենց այդ երաժշտության միքսը։ Կարծեմ թե ամենասիրածս մուսալերի երաժշտությունն է, որ ես կոչած եմ Heroes of Musadagh մուսալերի հերոսները նաև ինքը կոչվի Չալմթանգը եւ այդ 7 տարի կամ 6 տարի առաջ ստեղծած է ասմեգը ինքը
ամենաշատ սիրվածն էր այս նման բոլոր կորձերի մեջ են, որտեվ այնպես մը ներկայացած եմ, որ երբ որ լսես, լավ լսես կետրոնանաս, թուն կդեղափոխվիս մուսալերի այդ ճակատամարտի այդ հերոսական զգացումները կունենաս եւ պատմությունի պես ինքը կսկսի քիչ մը դուդուգով, քիչ մը դխուր եւ գզարկանա միջև ամենավերջի հատվածը, որ թուն քեզ արդեն կսկաս այդ հերոսական վիճակի մեջ։ Երևս ռեժիսորին պատասխանել ինձ թվում է գոհացրեց, այո։ Դե ինչ եւս մեկ անգամ շնորհակալություն, սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնենք, որ այսօր մեր հյուրը երաժիշտ եւ երաժշտական պրոդյուսեր Սերուժ Բաղդասարյանն էր, իսկ մենք կհանդիպենք քիչ անց։